Գալիք տարի Ադրբեջանը պատրաստվում է ավելացնել իր ռազմական բյուջեն։ Հայաստանը հակառակը նվազեցնում է պաշտպանության համար նախատեսված ծախսերը։ Դա ճիշտ է, թե սխալ։ Ռազմական բյուջեի կրճատումը որպես արտացոլում այն բանի, որ մենք չենք պատրաստում պատերազմի, վատ է, հա, բայց ինքնին բյուջեի կրճատումը ես չեմ ասում, որ վատ է։ Ռազմական բյուջեն չի նվազել։ Ինքը ուղղակի նախորդ տարվա համեմատ, հա, երբ որ շատ կտրուկ աճ է տեղի ունեցել, ինքը կարծես բալանսի է բերել։ Արդյոք մենք պետք է թույլ տանք մեզ ներքաշել սպառազինության մրցավազքի մեջ։ Ընդհանրապես սպառազինությունների մրցավազքը միշտ խնդրահարույց է ավելի քիչ տնտեսություն ունեցող պետության համար։ Եվ դա եղել է նաև մասամբ Խորհրդային Միության պարտության պատճառը սառը պատերազմում։ Սպառազինությունների այդ մրցավազքի մեջ բնականաբար չպետք է մտնել եւ ընդհանուր առմամբ կոնֆլիկտի տրամաբանությունը, այսինքն տրանսֆորմացիա է տեղի ունենում կոնֆլիկտից դեպի խաղաղ գոյակցություն։ Պետք է այնպիսի ծախսեր արվեն, որոնք շատ ավելի փոքր են, բայց ավելի թիրախային են։ Օրինակ, Ադրբեջանը գնում է ինքնաթիռներ, մենք գնում ենք հոպը, պայմանական եմ ասում, հոպը ավելի էժան է եւ այսպիսով ծախսը ավելի քիչ է։ Կարևոր է ոչ թե քանակը, այլ որակը։ Այսինքն, ինչպիսի բարեփոխումներ են ընթանում բանակում, հա, ինչպիսի զենքեր են գնվում։ Արդյոք հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի նախաստորագրումը նշանակում է, որ պատերազմի վտանգը նվազել է։ Այո, ինչպես դուք նշեցիք, Վաշինգտոնյան համաձայնագրերը զգալիորեն նվազեցրել են նոր պատերազմի հավանականությունը։ Միակ զսպող մեխանիզմը այս պայդրությամբ դա Թրամփին զանգելն է։ Թրամփը բացահայտ ուղիղ ասել է, որ եթե մի բան լինի, դուք ինձ զանգեք։ Ես ուզում եմ, որ ասենք մենք լուրջ նայենք մեր անվտանգությանը, ոչ թե Թրամփին զանգելու հույս ունենանք։ Ամերիկյան ծովային պեխոտան գա ու Հայաստանում սահմանները պաշտպանի, դա անլուրջ է։ Արդյոք բանակում ծառայության ժամկետի կրճատումը ժամանակավրեպ քայլ չէ։ Խրամատներում ծառայող զինվորներ չենք ունենալու արդյունքում եւ սահմանապահներն են արդեն սովորական սահմանապահները, ինչպես բոլոր երկրներում հետևելերում զբաղվելու են այդ գործունեությամբ։ Շատ սիրուն է հնչում, բայց իրականությունը հակառակն է։ Օրինակ 2020 թվականից հետո ռուսական այս խաղապահների կորպուսը դուրս անեց արցախցիներին խրամատներից եւ ասաց, որ պետք է խրամատների տրամաբանությունից դուրս գանք, բայց դա չօգնեց։ Դիտեք այսօր Հորիզոնի հիմնական թողարկումից հետո։